Եթերներից մեկի ժամանակ ես ասացի, լեգենդ չեն ծնվում, այլ դառնում են։ Ասածս արտահայտությունը համացանցում բուռն քննարկման առարկա դարձավ։ Դե ինչ, շարունակեք քննարկել, իսկ ես սկսեմ այսօրվա թողարկումը։ Ողջույն։ Այսօր խոսելու ենք Քիմ Քարդաշյանից։ Քիմ Քարդաշյանը լեգենդում, ինչ ես կարծում ճիշտ է, արդյոք որ լեգենդում, որ անհարդացել է Էլլա Ֆիցջերալդին, Մերլին Մոնրոյ, Մայքլ Ջեքսոնի, հայտնվի Քիմ Քարդաշյանը։ Քիմը բնավ լեգենդ չէ, բայց չանդրադառնալ նրան ես չէի կարող։ Նրան ճանաչում են բոլորը, նախանձում են միլիոնավոր աղջիկներ, ցանկանում են բոլոր տղամարդիկ, անիծում են բոլոր նամուսով հայերը եւ փորձում են նմանվել սնդուսափայլ կյանքի սիրահարները։ Քիմ ջան, աղջիկ ջան, գոնե ազգանունդ փոխեիր, շերից օրինակ վերցնեիր, իսկականից։ Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայում։ Մանկությունն անցկացրել է Բևերլի Հիլզում։ Ի ուրախություն եւ միաժամանակի տխրություն շատ-շատերին նա կիսով չափ հենց հայ է, իսկ մորական կողմից մի քիչ շոտլանդացի, մի քիչ էլ հոլանդացի։ Քիմի հայրը Ռոբերտ Քարդաշյանը ճանաչված փաստաբան է, իսկ մայրը սնդուսափայլ կյանքի վառ ներկայացուցիչ։ Հավանաբար մոր գեները Քիմի դեպքում էլ ավելի ուժեղ գտնվեցին։ 1989 թվականին Քիմի մայրը լքում է Ռոբերտ Քարդաշյանին եւ ամուսնանում է Բրյուս Ջենների հետ։ Չնայած որ Քիմը հոր հետ չի ապրում, մոռանալ նրան չի կարող, քանի որ հարազատ եղբոր անունը նույնպես Ռոբ է։ Քիմն ունի հարազատ 2 քույր եւ 1 եղբայր, խորթ 3 եղբայր եւ 1 քույր։ Քարդաշյանն, ինչպես Փերիս Հիլթոնը, Տարա Ռեյդը, Քիմբերլի Սթյուարտը, Լինսի Լոհանը եւ Նիկոլ Ռիչին համարվում է Հոլիվուդի գիշերային եւ ակումբային կյանքի ամենահայտնի դեմքը։ 2007 թվականին Քիմն ընտանիքի հետ ռեալիթի շոուի հերոսներ դարձան եւ 2010 թվականին այս շոուի շնորհիվ նա ավելի քան $6 միլիոն վաստակեց, դառնալով ամենաբարձր վարձատրվող աստղը ռեալիթի շոուների շրջանակներում։ Ստացած $6 միլիոն 10%-ը Քիմը բարեգործությանն է տրամադրել։ 2011 թվականի հունվարի 23-ից սկսվեց նրանց շոուի նոր եթերաշրջանը, որտեղ պատմվում էր այն մասին, թե ինչպես են Քարդաշյան քույրերը լքում Լոս Անջելեսը եւ մեկնում Նյու Յորք ու բացում իրենց բուտիկը։ Քիմն իր ուժերն է փորձում որպես դերասանուհի, նկարվում է սերիալներում եւ ֆիլմերում։ 2009 թվականին նա նոմինացվում է Ոսկե Մոշ մրցանակաբաշխությունում որպես վատագույն դերասանուհի։ Իդեպ քննադատները համարվում են, որ Քիմ Քարդաշյանը մոլորակի վատագույն դերասանուհին է։ Քիմը մեծ հարված է հասցնում նաև երաժշտասերներին, հայտարարելով, որ փորձում է երգել։ Նա համագործակցում է այնպիսի երգահանների հետ, ովքեր ժամանակին աշխատել են Բրիթնի Սպիրսի, Բիյոնսեի եւ Ռիհաննայի հետ։ 2011 թվականին Քիմ Քարդաշյանը թողարկեց իր սինգլը։ Նա մտադիր է ստացած գումարի մի որոշ մասը տրամադրել բարեգործության, իսկ ավելի կոնկրետ քաղցկեղով տառապող մարդկանց բուժմանը։ Քիմ Քարդաշյանը հայտնվել է գրեթե բոլոր հեղինակավոր ամսագրերի շապիկներին, հաճախ կիսամերկ կամ էլ հենց մերկ։ Քիմը նաև դեմքն է շատ ու շատ բրենդերի։ 2009 թվականից աղջիկը հենց ինքը դիզայներ դարձավ։ Այս պահին դիմում Քիմ Քարդաշյանին մեր եթերից։ Դու ոչ եղել ես լեգենդ, ոչ կաս, ոչ էլ երազի, որ երբևէ կլինես։ Հիշեք, որ օրերից մի օր դուք էլ կարող եք լեգենդ դառնալ, եւ ես էլ իմ հերթին կխոսեմ հենց ձեր մասին։ Կհանդիպենք։